Սիրելի հետևորդներ, բարի երեկո, դաշտից տեսնում եք արդեն վերադարձել եմ և իմ վերած բարիքները լցրել եմ շորի վրա, հիմա տանը իմ լեզվով ասած տիրապտում ենք այս ամենը, խառը ինչ կա հավաքել լցրել եմ մի տեղ և սա ավելի է դժվարացնում մեր գործը, ավելուկ կա, մանդակի զող կա, կարշը, դաշտի բազուկ, մի խոսքով այս ամենը պետք է առանձնացնենք մենք, ահագին բերել եմ, բայց սա սիրելի հետևորդներս մի քիչ մաքրել ենք արդեն, այստեղ տեսեք, սա թթվի կարշմն է, որ թթու, սա թթվի կարշմն է, որ պետք է մարինատ անեմ, թթու դնեմ, այն միջի զոխերն եմ հանել, մաքուր, սիրուն կտրատել եմ, այս ցողունի հատվածները, որ սա պետք է լավ լվանամ, իհարկե էլի շատ կլինի, շատ կլինի թթվի մատերիալ, այստեղ սիրելի հետևորդներ, այստեղ հուսելու կարշմներն են, նորից մաքրում ենք ու տերևները կտրում, այսպես գեղեցիկ շարում ենք, որ սա պետք է անպայման թառամի նոր հուսենք, այսպես չի լինի, դեստեղ հեսա, էլի տեսեք դաշտի բազուկը առանձնացնում եմ, մի խոսքով դաժան աշխատանք է մեզ սպասվում, մեզ եմ ասում ինձ սպասվում, սա գոնե այսօր դաշտից հետո որ գալիս ես տուն, ահավոր հոգնեցուցիչ է, բայց դե գոնե այսօր պետք է սա մաքրեմ, դասավորեմ, թառամի, վաղը դե գործի եմ արդեն գիտեք, հողամաս ունեմ վաղը գնալու, մի խոսքով ինչ գլուխները տանեմ, դաժան աշխատանք է սպասվում ինձ սիրելի հետևորդներս, ու մինչև այդ էլ մի հատ թեյ եմ ուզում պատրաստել, թեյ խմենք, այս սունկերն էլ եմ այսօր այնտեղից հավաքել, ամբողջը մեկ երակից հավաքեցի, կապույտ ոտ սունկն է, թարմը հավեսին, սա էլ դնեմ սառնարան, կարևորը որ տնած չի, այստեղ ես դաշտի բազուկ եմ առանձնացրել, սա մաքրածն է, բայց չեմ լվացել, տեսեք տնական բազուկից ոչնչով չի տարբերվում, սիրելի հետևորդներս, համն էլ է նույնը, սա էլ չմաքրածն է, նայեք, նույն կարմրավուն երանգը, նույն ճավերը, տան բազուկն էլ չէ, որ մեծանում է հողամասում այսպես անցք է բացվում, ցողունի մեջ այսպես անցք է բացվում, մի խոսքով դաշտերից ամեն ինչ ժողել եմ, բերել եմ տուն, բերել ես, դե Նազո ջան լավ ես արել, հիմա էլ դե այդ ամենը տիրապտի, ջուրը եռած, մի հատ մեր թեյը դնենք, խմենք, դաշտից որ եկել եմ, պիցա եմ թխել, բայց բան չի մնացել, դաշտից որ եկա պիցա էլ պատրաստեցի, բայց պիցայից բան չի մնացել, կերել ենք, այսպես, հիմա չայ դնենք, թեյ, սա այսենց անենք, մեզ չխանգարի, անենք դաշտի սեզոնը, բոլորի տանն էլ համարյա այդպես է, աշխ գալիս ես խմես, ատե բանջարները, արիստե մեղր բանը հանենք, մեղրով լավաշով խմենք, մի հատ է միացնեմ թոյերը, թեյը հանենք, մի հատ թեյ խմենք, ուժերը վերականգնենք, մեղր կարակով, նոր անցնենք գործի,
Պեսոկով ես խմում, հա? Անի հատ պեսոկ գցեմ աշոտ, երկուսու կես, որ իրեք կոնկրետ լնի չի լնի, սիրելի հետևորդներս մաքրում ենք, բայց ես կույտը չի պակասում, չի վերանում, այստեղ մենակ ավելուկներն ենք հանել, ահա, ես մեկ ընչա, այստեղ ավելուկներն եմ միայն առանձնացրել, ահա, այսքան ավելուկ եղավ, մի քանի հյուս գյալ կլինի, դալիթափայի ավելուկը շատ համով ավելուկ է, թառամի վաղը կհուսեմ, մի տոպրակ դաշտի բազուկեր արդեն դրեցի սառնարանը և հիմա այս մանդակի զոխերն եմ փորձում մաքրել, դա էլ է փչացող, կդեղնի, ես արագ մաքրեմ, թթվի համար, դաշտում մաքրում ենք, բայց դե էլի մնում է տերևները, դաշտում ինչքան է մաքրում ես, մեկը բերես տունը, նորից մաքրում ես, կտրում ես, տենց, հայ գործը, հա գործ, Համել որ դաշտում քաղում ես, ինչքան է ուզում ես մաքուր քաղես այս մասը, մեկը գցում ես գոգնոցիդ մեջ հող է, ինքը ցեխոտվում, հողոտվում է, դրա համար տունը կտրելը, տանը կտրելն էլ ճիշտ է, այսի ես մաքրեմ քիչ, լվանամ, լցնեմ ջուրը թոփ հապկի, Ես էլ հենց չբերեցիր, չմաքրեցիր, մնալու է ինքը դախանա, փայտանա, դրա համար ամեն ինչն էլ պետք է ժամանակին անես, բերես տաս տունը, ինչ որ մեկը լինի, մաքրի, հավեսին, դու էլ նստես հանգստանաս,
Ոյ, սոխր են տես, կողքինը պիտի հեռացնեմ։ Լավն է։ Այսքան էլ մանդակ եղավ։ Մանդակի թթու կդնեմ։ Տեսեք ինչ լավն է։ Սիրելի հետևորդներ, ահա վերջացրեցինք։ Գյուղը կանգնի, գերանք կոտրի, բայց ինչ գյուղ, մենակ էի, մենակ մաքրեցի, ամեն ինչ առանձնացրել եմ, սա արդեն աղբն է, տեսեք մեկ տոպրակ, այս էլ կլցվի, սա թթվի մատերիալն է, սա էլ է թթվի, և ավելուկներ այստեղ էլ հեսա խոհանոցում էլ սիրուն դասավորել ենք կարշմները պատի տակով, այդպես դա պետք է թառամի։ Հիմա, օր այս թթվի մատերիալը հմենից շատ է լավ, չբռնեմ ծախեմ, սիրելի հետևորդներ, այս թթվի մատերիալը բոլորից շատ եղավ, ինչ եք ասում, բռնեմ ծախեմ, յախես դինջենա, բրծնեմ, էսի երկրորդ փուլն է, քաղելը առաջի փուլը մի կրակ, երկրորդ փուլը են որ բերում ես տունը տիրապտում մաքրում դասավորում ես, երրորդ փուլը որ պիտի զակատես հուսես։ Ահա, ես էլ ստեղ, ես քանը զակ թթվի է, թթվին ավելի շատ եղավ։ Սիրելի հետևորդներ, սա էլ այստեղ, էլի բերեմ շարեմ։ Վերջ, էլ կարշմի գնացող չկա, գյուլեք էլ չեմ էթա, աշղդ, սիրելի հետևորդներ, ես էլ սենց, էլ գյուլեք կարշմի չեմ էթա, վերջ, բրծավ, ահա, վարից վար, ծերից ծեր, կարշմ, սա պետք է թառամի, վաղը որ գամ, երես վավերցնեմ ու հուսեմ, անպայման պետք է թառամի, հուսելուց էլ մատերդ կոտրվում է, են ցավացնում, դրա համար մի քիչ թառամի, եսի սենց, մենակ են գիտեմ, որ հիմա ստեպ դի մաքրեմ, սիրելի հետևորդներս, մաքրեցինք, վերջացրեցինք, բրծանք, այսօր էլ բրծանք ես դաժան գործից, հեսա պատուհանը բաց կթողնեմ, որ օդ խաղա սա շուտ թառամի, դե ինչ սիրելիներս, ես ձեզ ասում եմ բարի գիշեր, արդեն գիշերվա 1000-ն է, գնամ պարկեմ հանգստանամ, որ առավոտը գնամ գործի։
Հետևորդներ, ողջույններ, բարի օր։ Սկսում եմ նոր օր, աշխատանքից արդեն վերադարձել եմ եւ անցել եմ իմես կարշմներով։ Սրանք թթվի կարշմներն են, լցնեմ ջուրը, մի հատ ցայ եմ հանեմ, սիրելի հետևորդներս, ու գնամ հողամասի գործերս, որ անեմ։ Կարշմներն էլ թող թառամեն, ինչքան թառամեն, այնքան իմ օգուտն է ու օրն էլ դեռ առջևում է։ Երեկոյան հողամասից կգամ, կնստեմ, հանդարտ հավեսին կհուսեմ, բայց սրանք հիմա լցնեմ մի հատ ջուրը։ Հերթով կարգով։ Ոյ, չեմ անում է։ Որ ինձ գործ եմ բացում։ Այսի մի հատ փակեմ։ Այնքան հավեսին կարշմները թթվի համար դե գիտեք, արդեն իրիկունը կտրել եմ, հավեսին, մաքրել, սիրուն, բայց դե տեսեք, որ էլի իրիկունը կտրեցի ու տեղում չեմ մշակել, էլի այս ցողունների հատվածը մի քիչ օջերի հատվածը մքացել է։ Ճռճռում է իրադալարությունից, սիրելի հետևորդներս։ Մի քիչ էլ լցնեմ, այս մյուսից, թող լավ ջուրը ծածկի, ոնց էլ չլնի ինքը հողոտ է, ցեխոտ է, թող մի քանի րոպե ջրի մեջ այդպես մնա, փափկի ու մի քանի անգամ լավ լվանալու եմ, սիրելի հետևորդներս, սա էլ կարշմը, սա մարինատ եմ անում, մնաց այսքան, մի դրա չափով, բանկ այլ պետք է բերեմ լվանամ։ Երեկվա վլոգի մեկնաբանություններում գրել եք, թե Նաշ ջան, կարշմը քաղցր է, դառն է, թթու է։ Կարշմը, սիրելի հետևորդներս, չամանի, բաստուրմայի տենց համու հոտ ունի, շատ յուրահատուկ համ ունի։ Կարշմը մենք հուսում չորացնում ենք, հատուկ տենց ջրալի ճաշ ենք պատրաստում, հենց ճաշի անունն էլ կարշմ է։ Եթե հիշում եք, ես Ազադեք գյուղ գնացել էի կարշմի փառատոնին, պատրաստում ենք աղացած ձավարով, ոսպով, յուղ չենք օգտագործում, յուղի տեղը մի լավ մանրացրած աղացած ընկույզ ենք լցնում, մի խոսքով ընտիր, շատ ընտիր, հավեսին կերակրատեսակ է, կարելի ասել մեր վայքի կերակրատեսակներից է, սիրելի հետևորդներս, նաև գրել եք, որ մեր մարզում կա, բայց մենք չենք ուտում, կարող եք, հիմա սեզոնն է, քանի որ հիմա սեզոնն է, դուք էլ կարող եք փորձի համար քաղել ինձպես, տես տերևները մաքրել, հուսել, չորացնել, երբ որ ես կարշմի ճաշ կպատրաստեմ, կհետևեք ինձ, սիրելի հետևորդներս, դուք էլ կպատրաստեք, շատ համեղ յուրահատուկ է լինում։ Հա, մի բան էլ ավելացնեմ, որ մարդ կա պատրաստելիս կաթ է լցնում, մարդ կա չի լցնում, օրինակ ես միշտ պատրաստում եմ կաթով, մեկ բաժակ անպայման կաթ եմ լցնում, յուրահատուկ համ է տալիս, այնպես որ շատ համեղ, խաշին հավասար, տենց կերակրատեսակ է, մեր վայքում էլ բոլորն էլ բերում են, ձմռան համար, նույնիսկ հյուրերին են հյուրասիրում, հավաքվում են մեծ սեղանի շուրջ, կարող են միմյանց զանգել, հրավիրել կարշմ ուտելու եւ շատ ուրախալի է այդ հրավերը մարդկանց կողմից, այնպես որ եթե կա ձեր մարզում մի ալարեք,
Հավաքեք մի քիչ չորացրեք փորձի համար, կպատրաստեք, որ կտեսնեք գերազանց է։ Այդպես սիրելի հետևորդներս, ես էլ հեսա մի քիչ իմ վեշերը դնեմ, մի քիչ թառամել են, այսպես իրես անենք, թող բացեմ ավելի լավ թառամի, որ գամ մի անգամից հուսեմ սրա մեջ կկոտրեմ, այս գործի մեջ կկոտրեմ, սիրելի հետևորդներս, հողամասն էլ այն սպասում չեմ կարա չգնամ, պետք է ջուր անեմ, մի խոսքով շատ գործեր կան, այսպես բացեմ, ջուրը բացեմ թող գնա, հատ եմ լվանալու է, սիրելի հետևորդներս հատ, վերջում էլ այսենց հատ արանքներով, սիրուն, հավեսին, տեղը տեղին, կլվանա։ Ես շշկրա։ Սիրելի հետևորդներ, որպեսզի ձեր գլուխը չցավեցնեմ, այդքան երկար չնայեք, արդեն պարզ ու հասկանալի է, որ այս ամենը պետք է լավ լվանա, հատ ու դասավորեմ ամանների մեջ։ Սիրելի հետևորդներս, հիմա էլ կարշումն ենք հուսում, ահա տեսեք, այսպիսի հուսքեր ենք անում, հավեսին, սիրուն, ավելուկը հուսեցի, ահա կին եղավ, դրա հուսելը, ավելուկի հուսելը ցույց չեմ տվել, որովհետև տեսել եք, հիմա կարշումն եմ հուսում, այսպես զոխերը վերցնում ենք, թառամած է, տեսեք, թառամել է ինքը, և սկիզբը գցում եմ, հոգնած, տանջված, հողամասից հետո, հիմա էլ կարշում ենք հուսում, ես էլ թթվի կարշումներն են, որ պիտի թթու պատրաստեմ, մարինատ անեմ, լվացել եմ, սա էլ հուսելունն է, ձիգ, որ չքանդվի, սա հուսելը շատ հեշտ է, չհաշված են պահերը, որ սեղմում ես ձեռքդ ցավում է, բայց որ երկար է, արագ հուսվում է։ Այսքանը մեզ ծով է, սիրելի հետևորդներս, ու ամեն օր կարշեմ չենք էփում ուտում, բայց դե համով է շատ, փորձեք դուք էլ պատրաստել, ովքեր ծանոթ են այս բույսին, քաղեք իսպես չորացրեք, տեսեք ոնց եմ ես չորացնում, դուք էլ չորացրեք ու կտեսնեք այս ինչ համով ճաշա լինում, կպատրաստեք ու կսկսեք անընդհատ պատրաստելը։ Ասեմ, որ այս կարշմի տերևները կտրատում չորացնում են, պահում են, համեմունք են որպես օգտագործում, չամանի համ է։ Արագություն եմ վերցնում, արագ, մի հատ եմ դնում, պետք չի, որ հաստ լինի, որ լավ չորանա, տեղից ինքը լխտիկ կարշումներ են հավեսին, տարբեր որակի չափերի, եթե բարակ են, 2 հատ բարակ եմ դնում, 1/1 չեմ դնում, պետք է այնպես անենք, որ ինքը չորանա։
ինչ հաստ է։ Եթե մնա, վաղն էլ կարամ հուսեմ, փչանալու բան չկա, ինչքան թարանի, այնքան իմ գործն է հեշտանում։ Բայց դե կարող է մնալ, դեղն էլ փչանալ, էդ էլ կա։ Այսքան հուսեցի արագ։ Գործարանը աշխատում է եվրոստանդարտներին համապատասխան։ Լիլիթն ինչ է անում։ Լիլիթի ծորը չկա։ Լիլիթն էլ գիտեք ինչ է անում, սիրելի հետևորդներս, ով կարող է ասել, ինչ է անում Լիլիթը։ Իրա գրքերն է դասավորում, վաղը բոլոր գրքերը հանձնում է, վերջ դպրոցին։ Իրա համար ինքը կասեր նաև վերջ տանջանքներին։ Կանիկուլին ականի է, ցա Լիլիթ։ Վերջապես ինչ է, արձակուրդ։ Ով դպրոց կեթար։ Տեսեք Աշոտն էլ փոշմանել է սիրելի հետևորդներս, ասում է մեր սիրով դպրոց կեթայ։ Ես էլ։ Ինչա անց է, պատկերացրու, ես էլ կարամ երազեմ, որ ես էլ դպրոց գնայ։ Բայց առաջվա դպրոցը, հիմիկվա դպրոց չեմ ուզում։ Առաջվա մեր դպրոցը։ Հիմա ինչ է դպրոցը, հեչ բան։ Քունը ստանում է, ինչ է եղել, ուզում եմ այդքան քնեմ։ Հոգնել եմ, այս կյանքից հոգնած, այս գործերից հոգնած, ողջ աշխարհն է քնած, արթուն եմ միայն ես, արի իմ կարշումները տես, արի իմ կարշումները հուսիմ, Լիլիթ, մի եկ տաղ, մի եկ ստի, եկ ստի, եկ տենամ են ինչ ես անում, են ինչ դվիժենիների մեջ ես, Բո ընգել եք հավեսի կարահանումներ մայրդ հուսում ալնա իշքան հուսիմ է նա իշքան հուսեցի
Արագ, ով կարա հասնի ինձ։ Բա ում հետ արի, Մաշոտ։ Մենակ եմ հուսում, ում հետ հուսեմ։ Քո հետ, որ ասեմ կհավատան հետևորդներս, որ դու ես օգնում, մենակ եմ անում, ով ա օգնում։ Ես էլ պիտի տանենք կախենք, պարանին։ Էդ մի բանը կոքնես, դե տանելու պահը կոքնես, բա ինչ կանես տղես։ Ուրա թելը։ Ահա, ես էլ մեկ էշը կերա պոչին ուզում եմ խռովել սիրելի հետևորդներս։ Խռովեմ պոչին, ասա չէ ինչ խռովել, վաղ այնքան գործեր կլնեն։ Մի օր բայց կարելի է ոչ մի գործ չանել, ոչ մի գործ, միայն հանգստանալ, տեղ գնալ, զբոսնել ու ոչինչ չանել։ Հա? Ինչ ափսոս, որ գործ չեմ անի։ Ես պահեմ մոտս անց։ Հա, ոչ, սիրելի հետևորդները, սա վերջի հյուսն է և վերջի ցողուններն են, այսպես դնում ենք հավեսին, մատերս էլ լավ ջարդվեց ու պրծանք։ Ահա, և վերջ, մի քիչ երկար ու կարճ եղավ, բայց դե ոչինչ։ Կարևորը պրծա, կարևորը բա գյուղը կայնի, գերան կկոտրի, էդ էլ իմ գյուղը, մենակով։ Այսքանը հուսեցի, հլը ցույց տուր, այդ կոլոնը, այդքան հուսեցի, մնաց վաղը մարինատը անեմ, մարինատը, ինչ գյալեր են, քանի մետր կլինի, եսի 4 մետր է, սրանք հիմա հերթով վերցնենք, տանենք դուրսը, ներսը մնաց կդեղնի, ասենց, այսքանը իմ քաշինակայնի տանեմ, գամ թևս թուրցավ սիրելի հետևորդներս, ահա տեսեք, կար և այլևս չկան, հուսեցի, վերջացրեցի, մնացեց թթվի զոխերը սիրելի հետևորդներս, զողերը, դա էլ վաղը մարինատ կանեմ, գործից կգամ համել թող թառամի։ Բոլորիդ ասում եմ բարի գիշեր, լավ մնացեք, առողջ եղեք, սիրելիներս, կհանդիպենք։